անհաղթ հերոս քաջդ նազար, որ մին զարկես, ջարդես հազար։ Փետրվարի 25-ը Հայաստանում նշանավորվեց երկու կարևոր իրադարձությամբ՝ ապրիլի 1-ից թոշակների բարձրացման մասին դրական լուրով և ընդդիմության շրջանում կայծակնային արագությամբ բռնկված թոշակացավով։ Թոշակ բարձրացում բառերը սրտի կսկիծով ցավալ գլոր լինելով հոլովեցին ու նախընտրական կաշառք, աթոռը պահելու քայլ, մի քանի հազար դրամանոց պոպուլիզմ որակեցին ընդդիմադիր դաշտի այնպիսի երևելիներ, ինչպիսիք են Հանրապետության թիվ 1 լուսավորիչ Էդմոն Մանուկյանը, դաշնակցական պատգամավորներ Գեգամ Մանուկյանը, Քրիստինե Վարդանյանը, Նիկոլ Փաշինյանի օրոք նախարար աշխատած Մանե Թանդիլյանը, Հայաքվե խմբավորման անդամ Մենուա Սողոմոնյանը, ամեն մեկն իր ձևով, այն է ըստ իր կարծացածության ու փչացածության մակարդակի։ Հանրապետության թիվ 1 ձևիստ Նարեկ Կարապետյանն էլ իր ձևով արտահայտեց իրեն համակած թոշակացավը։ 8 տարի ժամանակ ունենաս բարձրացնելու թոշակները ու մատդ-մատիդ չտաս, հայտնվի մի ուժ ումից վտանգը տեսնես ու խուճապահար թոշակները բարձրացնես։ Եթե Սամվել Կարապետյանը ընտրություններից առաջ կարողացավ բարձրացնել թոշակները, պատկերացնում եք ինչ կանի նա, եթե լինի վարչապետ։ Նարեկ Կարապետյանի այս ֆեյսբուքյան ստատուսը կարդացինք, հիշեցինք «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի հերոս լվացքի տաշտի մեջ նստած ավագին, որը դիմելով ռևազի ոչխարների գործը քննելու եկած քննիչին ծոր տվեց. «Դու որ չգայիր, ես լողացողը չէի»։ Նարեկ Կարապետյանն էլ փաստորեն ավագավարի ազդարարում է. «Մենք որ չբզբզայինք, Փաշինյանը թոշակ բարձրացնողը չէր»։ Թոշակացավից շոկի մեջ ընկած երիտ քաղգործիչը, ինչպես երևում է, տեղյակ չէ կենսաթոշակների բարձրացման խրոնոլոգիայից, այլապես կիմանար, որ 2019 թվականից սկսած կենսաթոշակները մոտավորապես 7 անգամ բարձրացվել են։ Ուղղակի մեծացումների, փոխհատուցումների և սոցիալական հավելավճարների միջոցով։ Մասնավորապես, երբ 2019 թվականին նվազագույն կենսաթոշակը դարձավ 25,500 դրամ, 2020 թվականին էլ կենսաթոշակները ևս 10%-ով բարձրացան, որտեղ և ինչով էր զբաղված Կարապետյան ընտանիքը։ Որքան հիշում ենք, Նարեկ և Սամվել Կարապետյանների ոչ իզը, ոչ թոզը քաղաքականության մեջ չէր երևում։ Հետևապես, ովքեր էին հուշում կառավարությանը անել այս քայլերը։ Բարձրացնել թոշակները մասնավորապես։ 2020 թվականի այդ շրջանում, երբ կառավարությունն զբաղված էր թոշակների վերանայման հարցով, Սամվել Կարապետյանը Ռուսաստանի Դաշնությունում հով ու ապահով լռված զբաղված էր նախկին նախագահ կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու տասովկաներով, ներողություն գողալեզու բառեր գործածելու համար։ Ինչպես ասում են, ինչպես ուռին ու բարդին, ամեն մեկն իր դարդին։ Հայաստանի կառավարությունը ի դեպ մի շարք ոլորտներում այս ընթացքում իրականացրել է բազմաթիվ ռեֆորմներ։ Բանակից մինչև առողջապահություն, առողջության ընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման տեսքով, տրանսպորտից մինչև ծնելիության խթանում, ենթակառուցվածքների կառուցումից մինչև դպրոցների, մանկապարտեզների հիմնանորոգում։ Այս բոլոր բարեփոխումների ժամանակ Կարապետյանները որտեղ էին։ Հեծի ու տաշիր պիցաների ցանցի նկուղներից հո չէին հուշում իշխանությանը, ինչ անել, ոնց անել, որ երկրի ժողովրդի համար լավ լինի, որ հետո իրենց վերագրեն արդեն իսկ իրականություն դարձած լավը, գեղեցիկը, բարին ու վսեմը։ Տպավորություն է, թե Կարապետյանները սերում են հայտնի հեքիաթի հերոս Քաջ Նազարի տոհմից։ Այն Նազարի, որը հիշում եք, տիեզերական օրենքները համարում էր իր թագավորական հրամանքը, թե արևը պետք է առավոտյան ծագի, երեկոյան կորչի գնա, սարերը պետք է ձորերից բարձր լինեն, գետերն էլ պետք է երկու ափ ունենան, աջ և ձախ։ Այն նույն Նազարի, որի շրջապատի ուժ հսկաները նրա փռշտոցին էին վերագրում, աշխարհքի կեսնավիրած ժաժկն ու հրաբուխը։ Անկեղծ ասած, Նարեկ Կարապետյանի ստատուսը ստիպեց մեզ ևս մեկ անգամ կարդալ Քաջ Նազարը հեքիաթը, հատկապես այն հատվածը, որտեղ աշուղը ձոն է հղում Քաջ Նազարին։ Երևի կարդանք նորից։ Խեղճ տկարին դու ապավեն, ազատ կանես ամեն ցավեն, մեզ կփրկես անիրավեն,
անհաղ թերոս քաջդ նազար, որ մին զարկես, ջարդես հազար։ Մատաղ ենք մենք քո դրոշին, մեջքիդ թրին, տակիդ ռաշին, նրա ոտին, պոչին, բաշին, անհաղ թերոս քաջդ նազար, որ մին զարկես, ջարդես հազար։ Հավանիչ տեսանյութը և բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։